Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Բրամյանն եմ, բարի երեկո, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Ադրբեջանի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավի ֆոնին տարածաշրջանային անվտանգությունը կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Տևական ժամանակ է Բաքուն անցել է իր այսպես ասած ավանդական մարտավարությանը հայկական կողմից իբրև հրադադարը խախտելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը։ Սակայն թե պաշտոնական Երևանը, թե միջազգային գործընկերները հետևողականորեն արձագանքում են այդ ապատեղեկությունների ներկայացնելով իրադրության իրական պատկերը։ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվական արշավը փորձելով լարվածություն ստեղծել սահմանին։ Մարտի 16-ին եւ 17-ին ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը 3 անգամ հայտարարեց, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը օպերատիվ կերպով հերքեց այդ պնդումները, ընդգծելով, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն եւ ուղղված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն։ Չնայած Բաքվի պնդումներին Եվրամիության դիտորդական առաքելությունը փաստում է, իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում։ Հարկ է նկատել, որ Բաքուն սկսեց ապատեղեկատվություններ տարածել այն բանից հետո, երբ կողմերը հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ի դեպ, այս մասին հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանն անմիջապես սկսեց իր հին երգը երգել, ներկայացնելով քանիցս առաջ քաշած պայմանները, Հայաստանի սահմանադրությունը փոխելու, Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Բաքուն ոչ միայն խաղաղության համաձայնագրի ստորագրման նոր պահանջներ է առաջ քաշում ու հրադադարի խախտման մասին ապատեղեկատվություն տարածում, այլև լուր աշխարհի հայտարարում է, թե իբր Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատերազմի, որպես ապացույց ներկայացնելով ինչ-որ տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է հայկական կողմն իր դիրքերում ամբաշինական աշխատանքներ իրականացնում։ Ավելին, իբրև Երևանը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել է Հնդկաստանից ձեռք բերած Պինակա զենիթահրթիռային համակարգերը, մինչդեռ Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը քանիցս հաղորդել է, որ եթե անգամ Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ են կատարվում, ապա դրանք իրականացվում են բացառապես պաշտպանական նպատակով։ Ավելին, ադրբեջանական քարոզչությունը հակասում է ինքն իրեն։ Օրեր առաջ Ալիևը այսպես ասած գլուխ էր գովում, պնդելով, թե իրեն հաջողվել է դադարեցնել Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարումները, իսկ հիմա խոսվում է այն մասին, թե իբր նոր զին տեխնիկա է տեղակայվել սահմանին։ Բացի դա, այդ ամենին զուգահեռ Ալիևյան ռեժիմը խուսափում է հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելուց, մերժելով հայկական կողմի այս առնչությամբ առաջարկը։ Տեղի ունեցողի համատեքստում հետաքրքրական էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսի X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումը, որում նա նշել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Խոսել եմ Հիկմետ Հաջիևի հետ, նրան ասացի, որ պահն է վերջնականացնելու պայմանագիրը, ազատելու ձերբակալվածներին եւ տարածաշրջանը դարձնելու ավելի անվտանգ ու բարգավաճ։ Ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ քայլ են կատարել եւ համաձայնեցրել խաղաղության պայմանագիրը։ Ամերիկյան ոսկե դարը խաղաղություն եւ զարգացում կբերի աշխարհին եւ մենք կանգ չենք առնի, մինչեւ չհասնենք դրան։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները փորձում է շարունակել հանդես գալ որպես խաղաղության միջնորդ, ցույց կտա ժամանակը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Իրանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ։ Մասնավորապես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին ներկայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակը։ Նաեւ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի գլխավոր թեմաներն էլ Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն էին, նաեւ Կովկասում տիրող իրավիճակը։ Բաքուն կրկին շարունակել է ապատեղեկություններ տարածել, Հայաստանի վարչապետի աշխատակազմը արձագանքել է Ադրբեջանի կողմից տարածվող հաղորդագրությունների, նշելով, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերը նշված հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգումներ եւ հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Պաշտպանական գերատեսչությունը հիշեցրել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, սակայն Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Միևնույն ժամանակ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ պետական սահմանի զատման աշխատանքները։
Հայաստանը Ադրբեջանին նաև կոչ է անում սկսել խորհրդակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի ու ժամկետի վերաբերյալ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքվի առաջ քաշած նախապայմաններին, այդ թվում Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջին, առաջարկելով երկու երկրների սահմանադրություններն ուղարկել Վենետիկի հանձնաժողով փորձաքննության պարզելու, արդյոք Ադրբեջանի պնդումներն իրականության հետ աղերս ունեն թե ոչ։ Նա նաև խոսել է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկությունների մասին, ներկայացրել, թե ինչով կարող է պայմանավորված լինել նման գործելակերպը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս փուլում Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ չի տեսնում։ Ազգային ժողովի խոսնակը ենթադրում է, որ ադրբեջանական կողմի մի քանի ապատեղեկությունների տարածումը, թե հայկական զինված ուժերը կրակել են սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, իրենց նախագահի խոսքերն ամրապնդելու համար է, երբ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ կա զրո վստահություն։ Ասել եմ, որ դրա էսկալացիայի հետ կապված դա նաև այդ միտումը հաշվի առնելով, որ իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, հա, սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում եւ այլն, եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրաց մշտական ոճն է, բայց ես կրկնում եմ, որ ես չեմ այս փուլում, ես չեմ կարծում, որ նման քայլի կգնա, նոր են հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում, իրանք իրանց տեղեկություններ ունեն, իրանց արբանյակներ ունեն, Ադրբեջանում իրանց աղբյուրներն ունեն։ Ալեն Սիմոնյանը նշում է, որ եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ եվրադիտորդները հայտարարել են, որ կրակոցներ չեն եղել։ Ինչ վերաբերում է Բաքվի կողմից Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջին, ապա ազգային ժողովի նախագահն առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրությունները ուղարկել Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, պարզելու արդյոք Ադրբեջանի պնդումներն իրականության հետ աղերս ունեն, թե ոչ։ Պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք եւ ուղարկել ենք հետ, մենք գիտենք, չէ՞, դրա հաջորդ քայլը ինչ ալնելու։ Եվ մենք գիտենք դրա շարունակությունը, լուծումը եւ այլը որն է լինելու եւ վարչապետի հարցազրույցի մեջ նաեւ այդ դրա պատասխանը մի մասով կա, բայց երևի այդ մեծ ծավալի մեջ դա դուրս է մնացել եւ հանրության մեջ այդքան չի քննարկվել այն բոլոր մտավախությունները, որոնք որ ճակերտավոր մտավախությունները, որոնք որ Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա եւ ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետը ասաց, ինչպես նաեւ եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանության մեջ այդ որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանց սահմանության մեջ նման օրինակ բան կա թե չկա եւ վերջի վերջ այդ հարցը ո՞նց է լուծվելու։ Ալեն Սիմոնյանը հորդորում է որևէ ինտրիգ չփնտրել այն բանի մեջ, որ վարչապետը խաղաղության պայմանագրի հետ կապված նախ զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի, ապա Իրանի, Ֆրանսիայի նախագահների հետ։ Ազգային ժողովի նախագահը նշում է, որ պայմանագրում բոլոր կետերը երկկողմանի են։ Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին, առ այն, որ պայմանագրի ստորագրումից եւ սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ, Ալեն Սիմոնյանն ասաց, եթե հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրադիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա։ Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի գորբանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ է տեղի ունենա այդ հարձակումը։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ, չգիտեմ, ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, եվրոդիտորդների վրա էլ կկրակեն, կհարձակվեն։
Հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծում եվրադիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա։ Նրա խոսքով խաղաղության համաձայնագրում կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանի Հանրապետությունը ասել ենք բազմիցս, հիմա էլ ենք ասում, որևիցե փաստաթղթում նման բան չի ստանձնել։ Հայաստանի Հանրապետության միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինքնիշխանության եւ իրավասության տակ։ Ուրիշ տարբերակ չի քննարկվել, չի քննարկվում եւ չի քննարկվելու մեր համար, դա բազմիցս հայտարարել ենք, նույնիսկ Ալիևը սրան պատասխանել է, ասել է, որ ասում են միջոնց, դուք եք ներժղայնանում, ես դա նկատի չունեմ, կա դրա տեսակագրությունը կա։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության այն մեղադրանքներին, թե պայմանագրում պետք էր ներառել գերիների ազատ արձակման հարցը։ Նրա համոզմամբ, եթե Հայաստանը նման նախապայման դներ, ապա բանակցությունները կմցվեին փակուղի եւ իրավիճակն ուղղակի կսրվի։ Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին 4 տարվա ընթացքում եւ 150 քանի գերից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնցից մի մասը 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել եւ պատանդ վերցվել, այսինքն եթե տենց հաշվարկենք կամ 150 քանիսից եթե այդ մարդկանց այս բանում չենք հաշվում 11 դարել եւ այդ տենց չի արվում։ Դա արվում է այլ դիվանագիտական ճանապարհ, իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին, իրանք մեզ, մենք իրանց, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն ինչ որ անում է այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր եւ մարդիկ։ Ազգային ժողովի նախագահը Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում հստակ քայլեր է ակնկալում Միացյալ Նահանգների նոր վարչակազմից։ Նա հույս է հայտնում, որ այս առնչությամբ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը սոսկ հայտարարություն չի մնա։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն ոնց են մեր քերիներին, մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր, անկախ որ ժամանակ են գերեվարվել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զարգացումները շարունակում են մնալ խնդրահարույց ուղեկցվելով տեղեկատվական պատերազմով եւ փոխադարձ հայտարարություններով։ Վերջին օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է, փորձելով ստեղծել կեղծ օրակարգ եւ ձևավորել իրականությունից կտրված պատկեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնցով Բաքուն փորձում է ներկայացնել Հայաստանին որպես ագրեսոր, միտված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն եւ խաղաղության հաստատման գործընթացի տապալմանը։ Ադրբեջանի կողմից տարածվող մեղադրանքներին պաշտոնապես արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար մեղադրում է Հայաստանին հրադադարի խախտման եւ ռազմական գործողությունների նախապատրաստման մեջ։ Նման տեղեկատվական գրոհը, ինչպես կարծում են վերլուծաբանները, Ալիևյան ռեժիմի հերթական փորձն է հայ-ադրբեջանական սահմանին առնվազն տեղեկատվական մակարդակով լարվածություն առաջացնելու։ Ամեն դեպքում Բաքվի նման հայտարարությունները հիմնված չեն իրական փաստերի վրա, ավելին ունեն միայն մեկ նպատակ՝ մոլորեցնել միջազգային հանրությանը մոռացության տալու սեփական հանցագործությունները եւ թաքցնելու սեփական սադրանքները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները, ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության հաստատմանը եւ առաջարկել է ներդնել հրադադարի պահպանման եւ խախտումների հետաքննության մեխանիզմներ։ Այդ նախաձեռնությունները նպատակ ունեն ապահովելու սահմանային կայունությունը եւ կանխելու ապատեղեկատվության տարածումը, սակայն Ադրբեջանը հետեւողականորեն տորպեդահարում է խաղաղության հաստատման ցանկացած փորձ եւ մերժում է այդ առաջարկները, ցույց տալով իր իրական դեմքը եւ խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում անպատրաստակամությունը։ Բոլորովին վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը տարածել էր հայտարարություն, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել այդ հարցերին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ իրականացնել կոնկրետ քայլեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, սակայն Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է գործակցել այդ ուղղությամբ, խոչընդոտելով խաղաղության հաստատման գործընթացը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևորագույն քայլ է, եւ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության
հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը, հայտարարում ենք, որ Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է այս հայտարարությանը, մերժելով բոլոր առաջարկները եւ ներկայացնելով նոր պահանջներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բարի կամք դրսևորելու եւ նման սադրանքները դադարեցնելու փոխարեն հայկական կողմի վերացական եւ գործնականում անհնարին առաջարկները ուժ չունեն։ Նման հայտարարությունները հիշեցնում են Մինսկի խմբի համանախագահների առաջարկները օկուպացիան դադարեցնելու կոչեր անելու փոխարեն։ Եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության ծրագրով, որը հայտարարում է վարչապետի գրասենյակը, ապա ժամանակն է բացատրություն տալ, թե ինչով է պայմանավորված ռազմական լայնածավալ կուտակումը։ Նաեւ հարձակողական զինատեսակների տեղակայումը, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, կրկին ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ իրականացնել քայլեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայկական կողմը նաեւ նշել է, որ Ադրբեջանի նոր պահանջները չեն նպաստում երկխոսության առաջընթացին եւ կարող են խաթարել խաղաղության գործընթացը։ Հայաստանի օրակարգում գտնվող որ հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության առիթ կարող էր տալ միայն Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանը հստակ արտահայտվել է, նշելով, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը եւ հիմա արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել, դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Նաեւ արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Հայաստանը նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին եւս Ադրբեջանը մինչեւ օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է, եւս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ կոչը Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի եւ ժամկետների մասին։ Ադրբեջանական մերժողականությանն ի պատասխան փաստորեն Հայաստանը շարունակում է հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ, բայց այս պարագայում անգամ տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված, չնայած միջազգային հարության կոչերին իրականացնել կոնկրետ քայլեր լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղություն հաստատելու համար։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Շարունակում ենք թողարկումը։ Տոմսային համակարգի հարցում վերահսկողական գործառույթ տրամադրելու նախագիծը կներկայացվի ազգային ժողով։ Երևանի քաղաքապետանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Նիստում նաև ներկայացվել է հաղթանակ զբոսայգու արդիականացման ծրագրի ընթացքը։ Ավինյանն ասել է, որ հաղթանակ զբոսայգու կառուցման եւ վերականգնման ծրագիրը քաղաքապետանի առաջնահերթությունների թվում է։ Մարտի 3-ից 16-ը Երևանի տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրվել է 4.640.181 վավերացում, որից տրոլեյբուսներում 157.192, մետրոպոլիտենում 1.7.615 եւ ավտոբուսներում 3.475.374 վավերացում։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ վաճառվել է 17.743.372 տոմս, իսկ հասույթը կազմել է 2.38.946.350 դրամ։ Այս տվյալները մեզ տալիս են հնարավորություն վերլուծական որոշակի եզրակացություններ ունենալ եւ մասնավորապես երթուղիների վերադասավորումներ կազմակերպել, նույնիսկ մինչեւ ամբողջական 250 18 մետրանոց ավտոբուսների գնումը կարծում եմ սա մեզ հնարավորություն է տալիս հաշվի առնելով տարբեր գծերի ծանրաբեռնվածությունը որոշակի վերադասավորումներ կազմակերպել եւ ավելի թեր բեռնված գծերից ավելի
բեռնված գծեր, որոշակի շարժակազմի տեղափոխություններ իրականացնել։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ տոմսային համակարգի հարցում վերահսկողական գործառույթ տրամադրելու նախագիծը կներկայացվի ազգային ժողով։ Երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի եւ ամփոփվելուց հետո այն կներկայացվի այժմ։ Այնուհետև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տնտեսվարողներին հայտնեց նաեւ, որ քաղաքապետարանը շաբաթ եւ կիրակի օրերին եւս աշխատում է։ Ուստի տեղյակ են մայթեզրին ինքնական բարեկարգման աշխատանքներից, որոնք պահանջում են համապատասխան թույլտվություններ։ Նրա տեղեկացմամբ թույլտվություն ստանալու համար արդեն իսկ գործում են էլեկտրոնային բավականին պարզեցված հարթակներ։ Ենթադրում եմ ինչի է տրամաբանությունը եղել արագ եւ առանց թույլտվության անելու, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ ձևով մենք թույլ չենք տալու եւ Երևան քաղաքի կենտրոնում մենք արդեն բետոնի սալիկների փոխարեն նաեւ ենթադրվում է, որ պետք է քարի սալիկներ տեղադրվեն, համապատասխան արդեն ամեն փողոցում որոշված տրամաբանությանը եւ հետեւաբար բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետեւել այս կարգին։ Հաջորդիվ Ավինյանն անդրադարձավ ապօրինի բոլոր գովազդային վահանակների տեղադրմանը, նշելով, որ քաղաքը տեսողական այդ աղբից ազատվում է։ Ուստի պետք է հետևողական լինել այս հարցում։ Քաղաքապետը նաև հետաքրքրվեց Հրազդանի կիրճում կատարվող աշխատանքներից, ինչին ի պատասխան նշվեց։ Պարոն քաղաքապետ, մենք Հրազդանի կիրճում ունեինք այդ դարավոր խնդիրը, որտեղ որ այդ հենապատի ջրերը գալիս են ու լցվում են ասֆալտը, քանդում են։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս 2 օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով, որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս 2 օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ ամբողջովին ասֆալտ կանենք։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն էլ ներկայացրեց Նորագյուղ թաղամասի վերակառուցման աշխատանքներում գլխավոր հատակագծից շեղումները բացառելու նպատակով իրավական ընթացակարգի ապահովման համար կատարված գործողությունները։ Նրա խոսքով լրամշակվել են համայնքի կողմից պոտենցիալ ձեռքբերողի հետ կնքվելիք պայմանագրի դրույթները եւ սահմանվել են նոր կարգավորումներ։ Արձագանքելով զեկույցին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այն անհրաժեշտ է ներկայացնել կառավարության գործընկերներին։ Երևանի ավականին 51 կողմ ձայնով ընդունել է տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու վերաբերյալ նախագիծը, որով հանրային տրանսպորտն անվճար է դառնում նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար։ Ավականու նիստում ընդգրկված էր նաև Մար Հայաստան խմբակցության առաջարկած Երևանի տրանսպորտի նոր սակագների մասին նախագիծը, որի քննարկմանը Ավականու ԿՊ եւ Հանրապետություն խմբակցությունները որոշել են չմասնակցել։ Երևանի բյուջեից նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար ծախսվել է 113 միլիարդ 699 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ բյուջեի կատարողականը հասել է ռեկորդային 94.5%-ի։ Ըստ քաղաքապետի արդյունքները պետք է չափել ոչ միայն քանակական առումով, թե քանի ավտոբուս է ավելացվել կամ քանի բակ կառուցվել, այլ որակական ցուցանիշներով։ Քաղաքապետն անդրադարձել է նաև շրջակա միջավայրի պահպանման եւ կանաչապատման խնդրին եւ նշել, որ միայն նախորդ տարի քաղաքապետարանը ստեղծել է 12.8 հեկտար կանաչ տարածք, տնկել է ծառեր համապատասխան ոռոգման համակարգերով եւ անցկացրել 31,000 գծամետր ոռոգման համակարգ։ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Արամ Թորոսյանը քաղաքային իշխանությանը խորհուրդ է տվել չխոսել կանաչապատումից եւ մտածել ծառահատումների մասին։ Ավինյանն էլ արձագանքել է։ Ուզում եք իմանալ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էր ոչ այնքան էական ծավալներով իրականացվող ծառատնկման աշխատանքների։ Մոտավորապես 40, պարոն Թորոսյան, 40։ Հիմա շատ տեղեր, որտեղ որ ծառատունկ եք դուք իրականացրել նախկինում, հիմա տենց չորացած մնացած են, որովհետև ոռոգման համակարգեր չեն քաշվել։ Եվ երբ որ մենք խոսում ենք ծառատնկման աշխատանքներից, վերջին 3 տարում մոտավորապես 45.8 հեկտար տարածք, 45.8 հեկտար տարածք, պարոն Թորոսյան, կանաչ տարածքներ է ստեղծել Երևանի քաղաքապետարանը։ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էլ խոսել է աղբահանության սակագնի բարձրացումից եւ նշել, որ եթե տրանսպորտի դեպքում քաղաքային իշխանությունը թանկացումը հիմնավորում էր կատարված բարեփոխումներով, ապա աղբահանության պարագայում որևէ բարեփոխում չի իրականացվել, ինչին հակադարձել են թե քաղաքապետը, թե բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
Միայն նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենաներ ենք գնել, այսինքն որ ասում ենք ինչ որ բան արվել է, ինչ որ բան չէ, էական բաներ են արվել։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում ի վերջո հանգեցինք այն եզրակացության, որ նպատակահարմար ենք գտնում ունենալ սանիտարական աղբավայր ոչ այն մեծ ծավալով, որը հիմա է գործում, այսինքն իրանք բջիջների են բաժանվում իրական սանիտարական աղբավայրերը, մեկ կամ երկու բջիջ այս մեկը փակելուց առաջ պետք է ունենալ, որովհետև հիմնական շեշտը որոշվել է դնել ամեն դեպքում բնապահպանական եւ ամբողջ աշխարհում այս պահին ընդունված աղբի վերամշակման կայանի ուրեմն ներդրման վրա, դրանց հիմնական մասը աշխատում է waste to energy, այսինքն աղբից էներգիա ստանալու ուղղությամբ։ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին, նշել, որ այս ուղղությամբ եւս քայլեր իրականացվել են։ Ըստ քաղաքապետի վերջին 2 տարվա ընթացքում Արցախի 10.3 հասցեում գտնվող շենքերի 60 ընտանիքի բնակարանի խնդիրը լուծվել է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանի Արման Բաբաջանյանն էլ հետաքրքրվել է Փեթակ-Սուրմալուի հատվածում մետրոյի կայարանի կառուցման ընթացքից, որին արձագանքել է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։ Սուրմալուի մետրոյի կայարանի հետ կապված տեղ առաջադրանքը մշակված է մասնագիտական խմբի կողմից քննարկված հաստատված է առաջիկայում մրցույթ կունենանք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հայտարարելու եւ ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում մենք կարողանանք ավարտել եւ feasibility ուսումնասիրությունը եւ հայեցակարգ նախագծի կազման աշխատանքները, զուգահեռաբար ներդրումային ծրագիր է պատրաստված, որը ներկայացվում է կառավարության քննարկմանը, արդեն ֆինանսավորման ծրագիրը իրականացնելու եւ շինարարություն իրականացնելու ֆինանսավորման հաստատման ուղղությամբ։ Երևանի ավականին նաև 51 կողմ ձայնով ընդունել է տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ Ըստ ընդունված նախագծի հանրային տրանսպորտն անվճար է դառնում նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար։ Առաջի երկրորդ կարգի հաշմանդամները արտոնություն ունեն։ Զինվորականները մենք գիտենք ոնց նախկինում ներկա պահին էլ անվճար բնեի աշխատողները երթևեկում են, զոհված մեր զոհվածների ընտանիքների համար տրվեց արտոնություն, մնացել էր մեր կարծիքով էլի խոցելի խմբեր կան, բայց իմ կարծիքով, հանրային ձայնի կարծիքով, սա այն մարդկանց համար է անվճար տրանսպորտի երթևեկությունը ամբողջ Հայաստանի տարածքում գրանցվածների բոլոր մարտական գործողություններին մասնակցած եւ այդ ժամանակ վիրավորում ստացած, որ վերջում ստեղ ունենում են 3-րդ կարգ։ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի Մայր Հայաստանի ներկայացրած նախագծի քննարկմանը։ Այն վերաբերում է հանրային տրանսպորտի ուղևորցի սակագնի փոփոխությանը։ Նա հիշեցրել է. Մի քանի անգամ արդեն տարուց ավել այս դահլիճում քննարկվում է եւ նաեւ վերջերս մոտ 80,000 քաղաքացու ստորագրության հիմքով նաեւ այստեղ քննարկվեց, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը եւ մենք այլևս գտնում ենք, որ տվյալ հարցը արդիական չէ քննարկելու նաեւ այս ֆորմատով։ Բացի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից այս նախագծի քննարկմանը չեն մասնակցել նաեւ Հանրապետություն խմբակցության անդամները։ Սոցիալական աջակցության արդյունավետությունը մեծացնելու նպատակով պետությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել։ Նոր նախաձեռնությունը միտված է անապահովության գնահատման գործընթացը արդիականացնելուն, դարձնելով այն ավելի թափանցիկ եւ ճշգրիտ։ Նախարարությունից պարզաբանել են, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում եւ ինչպես դրանք կազդեն շահառուների վրա։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ներդնել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։ Նպատակը մեկն է՝ բարձրացնել սոցիալական աջակցության հասարակությունն ու արդյունավետությունը։ Նոր մեթոդաբանությունը հիմնված է ընտանիքի տնօրինվող եկամուտների եւ ունեցվածքի գնահատման վրա, կիրառելով հիբրիդային ստուգման մեթոդ, որը համադրում է հարցազրույցները, տվյալների վերլուծությունը եւ տեխնոլոգիական գործիքների կիրառումը, թույլ տալով խուսափել հնարավոր չարաշահումներից։ Նախատեսվում է, որ նոր համակարգի ներդրմամբ կխթանվի աշխատունակ շահառուների տնտեսական ակտիվությունը եւ կբարելավվի սոցիալական ծառայությունների տրամադրումը։ Նոր համակարգն այս պահին դեռևս գործում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։ Արդեն կան առաջին դիմումատուները, որոնք ցանկանում են օգտվել նոր համակարգից։
Մենք արդեն տեղեկացել ենք մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից, որ Կապանում արդեն ունենք դիմումատու եւ ըստ էության արձանագրում ենք, որ գործընթացը սկսված է, թվային համակարգով են դիմումները լրացվում, իհարկե խորհրդատվություն տեղերում տրամադրվում է։ Այսպիսով շահառուները այլևս ստիպված չեն լինելու խորասուզվել թղթաբանության մեջ, շնորհիվ նոր համակարգի ներդրման, որն ունակ է ապահովելու այնպիսի իրավիճակ, որ սոցիալական աջակցություն ստանան հենց նրանք, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն։ Նման փոփոխությունը կարևոր քայլ է սոցիալական բարեփոխումների շրջանակում, որովհետև ենթադրում է անապահովության գնահատման արդիականացում։ Արդյունքում շահառուները կարող են առցանց եղանակով ներկայացնել իրենց դիմումները եւ հետևել դրանց ընթացքին։ Այս հարթակի առավելությունը կայանում է նրանում, որ նախկինում տվյալների հավաքագրումից հետո միայն հնարավոր էր փաստացի ստուգել տեղեկատվությունը քաղաքացիների մասին, որը 1 ամիս էր տևում։ Տվյալ դեպքում մենք ունենք երկփուլ տվյալների ստուգման հնարավորություն եւ այս ընթացքում ուղիղ շտեմարաններից տվյալների ստուգումը իրականացվում է, այսինքն քաղաքացին արդեն միանգամից հասկանում է ինքը հաջորդ փուլ կանցնի թե ոչ եւ կստանա արդյոք թե ոչ։ Գործընթացը անխափան աշխատող մեխանիզմի վերածելու համար նախարարությունը մարզերում շարունակում է աշխատակիցների վերապատրաստման գործընթացը, որպեսզի միասնական սոցիալական ծառայության մասնագետները պատրաստ լինեն նոր մեթոդաբանության արդյունավետ կիրառմանը։ Չնայած շահառուներն արդեն հմտացել են օնլայն գործիքների կիրառման հարցում, սակայն խնդիրներ լինելու պարագայում նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները մշտապես պատրաստական են քաղաքացիներին թե աջակցել, թե օգնել, թե գործիքների առումով, երբեմն ինտերնետի հասանելիություն չունենալու պատճառով մեր քաղաքացիները չեն կարողանում իրենց տնից կամ ինքնուրույն լրացնել։ Մեր տարածքային կենտրոններում մենք այդ մասին եւս հոգացել ենք եւ բոլոր տարածքային կենտրոնները Wi-Fi հասանելիությամբ ապահովված են եւ քաղաքացիները կարող են մոտենալ տարածքային կենտրոն, հենց մենք տեղում մեր պլանշետ կտրամադրենք, իրենք կարող են ինքնուրույն լրացնել դիմումները։ Այսպիսով նոր համակարգի ներդրումը ոչ միայն նպատակ ունի բարելավելու սոցիալական աջակցության ծրագրերի հասարակությունն ու արդյունավետությունը, այլև նպաստելու Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը։ Հայաստանում արդարադատության ոլորտում վերջին փոփոխություններն ուղղված են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով թափանցիկության բարձրացմանը, իրավական գործընթացները առավել հասանելի եւ կանխատեսելի դարձնելուն։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվել են 24 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումները։ Ինչ հիմնական բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում 2024 թվականին արդարադատության ոլորտում։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, նշելով, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններով հստակեցվել են մի շարք հարցեր։ Նախ անդրադառնամ ընտրական իրավունքի եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, որոնց համատեքստում նախորդ տարի ընդունվել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները, նախատեսվել են նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման եւ ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն։ Կարևորվել է նաև հանրային խորհրդի մասին օրենքում կատարված փոփոխությունը, որով ստեղծվել է փաստահավաք հանձնաժողով։ Նախարարը ներկայացրել է, թե ինչ են ենթադրում փոփոխությունները եւ որոնք են դրանց նպատակները։ Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխությունների ընդունմամբ առաջին անգամ նախատեսվել են փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը, նպատակները, իրավասությունները, գործունեության կարգը եւ փաստահավաք գործունեության իրականացման անհրաժեշտ այլ կարգավորումներ, ինչի արդյունքում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառող ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ կիրականացվի փաստահավաք գործունեություն։ Ինչպես ոլորտի մասնագետներն են նշում, նման բարեփոխումները վկայում են, որ Հայաստանում արդարադատության ոլորտը շարունակում է զարգացման իր ուղին, իսկ նոր կարգավորումները կոչված են ամրապնդելու համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը։ Անդրադառնանք այլ թեմաների, աշխատանքային օրենսդրության մշտական կատարելագործումը կարևոր է թե աշխատողների, թե գործատուների իրավունքների պաշտպանության համար։ Իրավական դաշտի թերի կարգավորումները կարող են ստեղծել անորոշություններ, որոնք ազդում են ոչ միայն շարքային աշխատողների, այլև պետական ու մասնավոր հատվածի կազմակերպությունների գործունեության վրա։ Հենց այդ համատեքստում քննարկվում է նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կոչված է լրացնելու առկա բացերը եւ ապահովելու ավելի հստակ եւ արդար իրավական մեխանիզմներ։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է նոր օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է
հստակեցնել տնային կալանքի իրավական կարգավիճակը աշխատողների համար։ Ըստ նախագծի, եթե աշխատողը ներառյալ հանրային ծառայության մեջ գտնվող անձինք տնային կալանքի են ենթարկվում, ապա նրանց աշխատանքային լիազորությունները կարող են կասեցվել կամ պահպանվել, կախված գործատուի եւ աշխատողի համաձայնությունից։ Նախագծով առաջարկվում է, որ եթե դատարանի որոշմամբ աշխատողի նկատմամբ սահմանված սահմանափակումները անհամատեղելի չեն նրա աշխատանքային պարտականությունների հետ, ապա նրան կարող է թույլատրվել շարունակել աշխատանքը հեռավար եղանակով։ Եթե դատարանի որոշումը ենթադրում է խիստ սահմանափակումներ, ապա աշխատողի լիազորությունները ավտոմատ կերպով կասեցվում են մինչև կալանքի վերացումը կամ այլ խափանման միջոցով փոխարինումը։ Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է, որն է օրենսդրական փոփոխության պատճառը։ Տնային կալանքի դեպքում ինչու են կարգավորում, որտեղ տնային կալանքի դեպքում շատ խիստ սահմանափակումներ կարող են նախատեսվել ոչ միայն տան սահմաններից դուրս գալու առումով, այլ նաև օրինակ հաղորդակցության միջոցներից օգտվելու առումով։ Հետևաբար կստացվի մի իրավիճակ, որ դատան արգելում է օրինակ օգտվել ինտերնետից եւ այլն, բայց դրանք անհրաժեշտ են անձի աշխատանքային պարտականության կատարման համար եւ նույնիսկ եթե անձը անցնի հեռավար աշխատանքի չի կարողանալու։ Բայց բացակայելու արգելքի դեպքում այդ հեռավար աշխատանքի ինստիտուտը գործելու է։ Նախագծով սահմանվում է, որ տնային կալանքի ընթացքում աշխատողի աշխատատեղն ու պաշտոնը պահպանվում են։ Եթե աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, ապա նա կշարունակի ստանալ իր աշխատավարձը։ Հանրային ծառայության ոլորտում աշխատող անձանց դեպքում, եթե նրանց լիազորությունները կասեցվում են, ապա աշխատավարձ չեն ստանում։ Բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ունեն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունք։ Նման օրենսդրական փոփոխությունները կարևոր են, քանի որ ներկայումս աշխատանքային օրենսդրությունը հստակ չի կարգավորում տնային կալանքի դեպքում աշխատողի կարգավիճակը։ Հայաստանի նոր քրեական դատավարության օրենսգրքով տնային կալանքը ճանաչվել է որպես այլընտրանքային խափանման միջոց, սակայն այդ կարգավորումը դեռևս չէր արտացոլվում աշխատանքային օրենսդրության մեջ։ Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից եւ նպատակ ունի լրացնելու այս իրավական բացը։ Չնայած այն հանգամանքին, որ կան կարծիքներ, թե նոր օրենքով տարբերություն եւ անհավասարություն է դրվում մասնավոր եւ հանրային պետական աշխատողների միջև, սակայն այն ունի տրամաբանական բացատրություն։ Այո, առաջանում է որոշակի անհավասարություն։ Դա պարզ է, բայց այստեղ քան որ խոսքը գնում է հանրային ծառայողի մասին, որը վճարվում է պետական բյուջեից, որը հանրային իշխանության համար որոշակի գործառույթներ է անում, իր տնային կալանքում գտնվելու ժամանակահատվածում իրեն պետք է որոշակի անց փոխարինի իր պարտականությունը կատարի եւ ստացվում է, որ պետությունը վճարելու է եւ անձին, ով առերևույթ որոշակի հանցագործություն կատարելու համար, իհարկե հաշվի առնելով ամեղության կանխավարկածը, գտնվում է խափանման միջոցի ներքո եւ չի աշխատում փաստացի եւ վճարելու է նաեւ այն անձին, ով գալու է եւ այդ անձի փոխարեն աշխատելու է։ Եթե երկրորդ ընթերցմամբ նախագիծն ընդունվի, ապա կստեղծվի հստակ իրավական դաշտ, որը կապահովի տնային կալանքի պայմաններում աշխատողների իրավունքների եւ պարտականությունների որոշակիությունը։ Դա թույլ կտա խուսափել հնարավոր իրավական վեճերից, նաեւ պաշտպանել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների շահերը։ Այս նախագիծը համապատասխանեցվում է Հայաստանի կառավարության 2021-ից 2026 թվականների ծրագրին, որի նպատակներից մեկն է աշխատանքային հարաբերությունների կարգավորումը եւ դրանց համապատասխանեցումը միջազգային պարտավորություններին։ Օրենքի ընդունումը պետական բյուջեի վրա էական ֆինանսական ազդեցություն չի ունենա, քանի որ այն չի նախատեսում լրացուցիչ ծախսեր կամ եկամուտների կրճատում։ 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկումը որևէ կապ չունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում Հայաստանի կողմից արված զիջումների հետ։ Ազգային ժողովում լրագրողներ հետ զրույցում հայտնել է ֆինանսների նախարարը։ Նա լիահույս է, որ շուտով խաղաղության պայմանագիրը կկնքվի եւ տարածաշրջանում վերջապես խաղաղություն կհաստատվի։ Խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում։ Սա երկկողմանի գործընթաց է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով պնդումներին, թե 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկումը կապ ունի խաղաղության պայմանագրի զիջումների հետ։ Ըստ շրջանառվող լուրերի սա այն գինն է, որ ստացավ Հայաստանը զիջման դիմաց։ Ես կարծում եմ, որ արդեն ասվել է, որ խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում։ Սա երկկողմանի գործընթաց է, իսկ մնացած կոնսպիրոլոգիաներին չեմ կարող մեկնաբանել։ Իդեպ եվրոբոնդերը թողարկվել են բավականին բարձր 7.1% տոկոսադրույքով։ Անդրադառնալով սահմանված բարձր տոկոսադրույքին նախարարը նշել է, որ բարձր տոկոսով պարտք վերցնելն ավելի քիչ ձեռնտու է, քան ցածր տոկոսով, սակայն նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջի անգամ 21 թվականին, այն ժամանակ շուկան, միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների
պայմաններում, օրինակ, եթե եվրոբոնդերից ենք խոսում, ապա այդտեղ ուղենիշային տոկոսադրույքները սահմանվում են ամերիկյան 10 տարանոց պարտատոմսերի նկատմամբ 21 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1%-ից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3% են կազմում։ Ըստ Հովհաննիսյանի ամեն ինչ պետք է համեմատել նշված պարտատոմսի ցուցանիշի հետ, եւ եթե համեմատում ենք, թե ինչ տոկոսադրույքով է թողարկել 2021 թվականին եւ հիմա, ապա տարբերությունը կազմում է 321 բազիսային կետ, այսինքն որևէ փոփոխություն այս առումով չի եղել։ Ընդ որում ձեզ կարող եմ մի ուրիշ բան ասել, որ մեր հետ համեմատվող երկրներում, նույնիսկ ավելի զարգացած երկրներում, այդ տարբերությունը ավելի մեծացել է, իսկ մեր մոտ մնացել է։ Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված գնաճին, ապա Վահե Հովհաննիսյանի խոսքով, այն պնդումները, ըստ որոնց գնաճը կազմում է 7%, չի համապատասխանում իրականությանը։ Տարբեր պարագաներ կարող են թանկանալ, մյուսները էժանանալ, վիճակագրական ծառայությունը ընդհանուր զամբյուղի գնաճի ցուցանիշներն է հրապարակում։ Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ կողմերն առաջիկայում այն ստորագրելու վերաբերյալ քննարկումներ կանցկացնեն։ Ըստ պայմանավորվածության հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ այն, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում երրորդ կողմի ներկայությունը թույլ տալու իրավասություն չի ունենա, որովհետև Ալիևի հետ նման փաստաթուղթ է ստորագրել եւ արդյոք սա ինքնիշխանության զիջում չէ, նախարարը պատասխանել է։ Ես կարծում եմ, որ հիմա եթե դա երկկողմանի համաձայնություն է, հիմա Ադրբեջանն էլ իր ինքնիշխանությունն է մեզ զիջում։ Բայց որտեղ նրանք ինչ են ում են սահմանից իրանք հերտանում ես ռեք։ Հիմա կարող է մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որևէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենք արդեն Ադրբեջան։ Վահե Հովհաննիսյանը հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ եւ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ Հանրային քննարկմանը ներկայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցրել են, սա առանձին աջակցության ծրագիր է գործող մյուս ծրագրերին զուգահեռ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իդրավթ հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ աջակցության միջոցառման նախագիծը։ Ըստ այս նախագծի հեղինակների նպատակը Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է։ Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարություններին եւ չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։ Գերատեսչության փոխնախարար Աննա Ժամակոչյանը մտահոգություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ աջակցության վերաբերյալ թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք վերաբերում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Հիմա մենք ներդնում ենք նոր անապահովության գնահատման համակարգը, արդեն սկսել ենք պիլոտային համակարգը գործարկել Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, ամեն մի մարզում իր գնահատման գործող համակարգով, Սյունիքում, Կոտայքում նոր համակարգով, հին համակարգով մնացած բոլոր մարզերում եւ Երևանում կգնահատվեն անապահությունը այս ընտանիքների, եթե անապահով կճանաչվեն, լրացուցիչ աջակցություն կսահմանվի ընտանիքի կազմի հետ կապ ունի կամ թվակազմի հետ կապ ունեցող չափով։ Այն ընտանիքները, որոնք դեռ չունեն տնտեսական կայունություն եւ զբաղվածություն, այս ծրագիրը հնարավորություն կտա, որպեսզի սեփական աշխատանքի միջոցով նման ընտանիքները ներգրավեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆոկուսում եւ անհատական աշխատանքներ տարվեն այդ ընտանիքներին օգնելու ուղղությամբ։ Աննա Ժամակոչյանի խոսքով դրամական աջակցությունները շարունակվելու են հետագայում ավելի թիրախային, հասցեական սկզբունքով եւ լինելու են կարիքահեն։ Նախորդ տարվա ընթացքում 103,000-ից ավելի անց ստացել է այդ աջակցությունը։ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը սակայն ասաց, որ մեծամասնությունը դեմ է ներկայացված նախագծին, որովհետեւ տեղահանվածները ոչ թե սպասում են լրացուցիչ ինչ-որ աջակցությունների, այլ կոնկրետ այս շրջանում սպասում էին, որ 40+10,000 ծրագրի վերաբերյալ պետք է այլ հայտարարություն լիներ, այսինքն այլ նախագիծ մշակվեր, որովհետեւ մենք գիտենք, որ 40+10 ծրագրին փոխարինելու եկած 50-40-30 ծրագիրը
բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնեցնելու տեղահանվածներին։ Ինչու, որովհետև ապրիլի 1-ից, եթե այս ծրագիրը ուղղվելու է բացառապես խոցելի խմբերին եւ լրացուցիչ հրատապ աջակցությունը եւս որևէ մեկը չի կարող երկրորդ կարծիք ունենալ, որ կրկին ուղղվելու է հենց այս խմբերին։ Լիաննա Պետրոսյանի խոսքով Արցախից տեղահանվածները բոյկոտել են նախագիծը։ 98%-ը դեմ է, քանի որ մտածում են, որ լրացուցիչ ծրագրերով չպետք է մարդկանց շեղեն կոնկրետ խնդիրներից, իսկ իրենց գլխավոր խնդիրը բնակարանային խնդիրն է։ Փոխնախարարի եւ արցախցի գործչի միջև այս թեմայով թեժ բանավեճ սկսվեց։ Այս կոնկրետ բնակվարձին ուղղված աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև ընտանիքները ունենան սեփական տանիք, այսինքն ապահովված լինեն բնակարանով։ Հիմա տեղահանվածների քանի տոկոսն է ապահովել բնակարանով։ Արդյոք կոնկրետ հստակ վերլուծություն, թիրախային նույնականացում արվել է այն ընտանիքները, ովքեր ապահովել են բնակարանով, ես գիտեմ, որ նույնիսկ ովքեր ծրագրից օգտվում են, իրենք շարունակում են ստանալ, բայց լավ, այն ընտանիքները, ովքեր չեն օգտվելու ծրագրից, չեն օգտվել բնակապահովման ծրագրից, չեն օգտվելու 40,000 դրամ աջակցությունից, մոտավոր 30,000 անձ փաստացի ոչ մի աջակցություն այլևս չի ստանալու։ Ամբողջ հարցն է, որ մենք վերլուծել ենք եւ հասկացել ենք, որ մեր շահառների թիվը, որոնք կլինեն անապահով ընտանիքներ, հաշվի են առել 2015 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարդահամարը, այդ մարդահամարի տվյալները, ընտանիքի կազմը, կառուցվածքը, այդ տվյալներից ենք վերցրել եւ որոշել ենք, որ հաշվել ենք, կարծում ենք, որ մինչեւ 3000 ընտանիք կարող է, այս մեր բոլոր աջակցությունների համադրմամբ այնուամենայնիվ մնան որոշակի կարիքավորության շեմի մեջ։ Այնուամենայնիվ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է ինչպես համակարգային խնդիրների լուծման, այնպես էլ անհատական դեպքերի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ գերատեսչության խնդիրը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ոչ միայն բնակարանային ապահովման խնդիրն է, այլև տնտեսական մեխանիզմների հասանելիության ապահովումն այնքան, որքան նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։